Intel-ը մի անգամ սահմանեց ամբողջ պրոցեսորային արդյունաբերության տեմպը։ Հետո դժվար պահ եղավ եւ ընկերությանը երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասնի բոլորին։ Իսկ հիմա հանկարծ դուրս է գալիս ու ասում՝ տղերք, հեղափոխություն ունենք։ Խոսքը Intel 18-ի մասին է։ Համաձայն եմ, այն հնչում է աստղային պատերազմներից դրոիդի անունը։ Բայց իրականում սա տեխնիկական գործընթաց է, որը կամ պետք է Intel-ին վերադարձնի մեծ խաղ, կամ վերջապես ավարտի իր հեղինակությունը։ Intel-ը գնում է ամեն ինչ եւ միանգամից խոստանում է ամեն ինչ՝ նոր մեկուտն տրանզիստորներ, չիպի հետևի հզորություն, անհավատալի էներգոարդյունավետություն եւ առաջատարի վերադարձ։ Իսկ դա նշանակում է վերջնական հաղթանակ TSMC-ի եւ Samsung-ի նկատմամբ։ Դե ճիշտն ասած, մենք սա լսում ենք, եթե ոչ ամեն տարի, ապա հաստատ մի քանի տարին մեկ։ Այսպիսով սա իրականում առաջընթաց է կամ շուկայավարում։ Եկեք պարզենք, թե ինչ է Intel 18-ն եւ ինչու են անհրաժեշտ RibbonFET եւ PowerB։ Ինչու մենք չենք կարող շարունակել առանց նրանց։ Եվ ճիշտ է, որ Intel-ը ոչ միայն հասավ, այլև գերազանցեց իր մրցակիցներին։ Եվ իհարկե կպատասխանենք հիմնական հարցին՝ սա հեղափոխություն է, թե ամեն ինչ սովորական է։ Ինչա որովը ձեզ հետ է։ Սա դրոիդերն է։ Եկեք գնանք։ Երկար չսպասենք։ Եկեք անմիջապես պարզենք, թե իրականում ինչ է 18-ն։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է թվում։ Intel 18-ն գործընթացի նոր տեխնոլոգիա է։ Ավելի ճիշտ, սա Intel-ից չիպերի արտադրության նոր տեխնոլոգիական հանգույց է։ Բայց ինչ է նշանակում 18։ Ընդհանրապես տեխնոլոգիայի համար։ Այս հարցը դեռ ավելի բարդ է, քան թվում է։ Մի կողմից այո, բայց մյուս կողմից ոչ։ Հիմա կբացատրեմ։ Տեխնիկական գործընթացի անվանման մեջ A տառը այստեղ նշանակում է անգստրեմ։ Ամեն դեպքում անգստրեմը երկարության միավոր է։ Իսկ 1 անգստրեմը 10-ից մինուս 10 մետրի ուժն է։ Կամ նույնիսկ ավելի պարզ 10 նանոմետր։ Այսինքն ֆորմալ առումով 18-ն 1.8 նանոմետր է։ Թվում է, թե մենք դա դասավորել ենք։ Բայց դա այնքան էլ պարզ չէ։ Ի վերջո գործնականում ոչինչ չի նշանակում։ Ինչու՞։ Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ տեխնիկական գործընթացի համարները երկար ժամանակ չեն նշանակում տրանզիստորի իրական չափը։ Այսօր նանոմետրերն արդեն կանոնի վրա թիվ չեն, այլ զուտ մարքեթինգային սանդղակ։ TSMC-ն ունի իր 2 նանոմետրը, Samsung-ը իրը։ Իսկ Intel ընդհանրապես անգստրոմներ ունի, որ ոչ ոք պատահաբար Աստված մի արասցե ուղղակիորեն չհամեմատի նրանց մրցակիցների հետ։ Այսպիսով 18-ը ֆիզիկական չափում չէ, այլ ավելի շուտ տեխնոլոգիայի սերունդ։ Իսկ ընդհանրապես խոսելով ժամանակակից տեխնոլոգիական գործընթացների մասին, ավելի ճիշտ է հարցը ոչ թե քանի նանոմետր կա, այլ թե կոնկրետ ինչ են բերել նոր ինժեներները նոր սերունդում։ Եվ ահա Intel-ը պարծենալու բան ունի։ Եթե նախկինում ընկերությունը պարզապես կատարելագործում էր հին մոտեցումները, ապա այժմ ամբողջովին փոխում է հիմքը։ Ինչ նկատի ունեմ։ Սա Intel-ի առաջին գործընթացն է, որը միաժամանակ ներկայացնում է նոր տեսակի տրանզիստոր եւ նոր էներգահամակարգ։ Խոսքը RibbonFET-ի մասին ալիքի շուրջ կափարիչով եւ Power էներգահամակարգով։ Ասվում է, որ սա ապահովում է 25 կատարողականի բարձրացում եւ 36 էներգիայի սպառման նվազում նույն հաճախականությամբ համեմատած նախորդ Intel հանգույցների հետ։ Բայց չէ, բայց ինչով է պայմանավորված այս աճը։ Պարզապես նոր տրանզիստորների եւ էներգահամակարգի շնորհիվ։ Intel-ն ասում է, որ այս կայական թռիչք է եւ նույնիսկ համեմատում է այն 2011 թվականին FinFET-ի ներդրման հետ։ Եվ շատ փորձագետներ համաձայն են սրա հետ։ Բայց դուք եւ ես արդեն սովոր ենք Intel-ի նման հեղափոխություններին, ուստի մենք չենք ընդունի նրանց խոսքը։ Եկեք պարզենք, թե ինչպես է աշխատում RibbonFET տեխնոլոգիան եւ ինչն է առանձնահատուկ PowerV-ում։ Այժմ գալիս է զվարճալի մասը։ Մենք արդեն ասել ենք, որ Intel-ը միաժամանակ փոխում է չիպի տրանզիստորները եւ էլեկտրամատակարարման համակարգը։ Բայց ինչու եմ ես այսքան շեշտը դնում սրա վրա։ Բանն այն է, որ կիսահաղորդիչների աշխարհում նման է շարժիչն ու կախոցը փոխելու հենց մրցավազքի ժամանակ։ Լավ, սկսենք տրանզիստորներից։ Ինչն է RibbonFET-ի մասին, որն հրատապ է դարձնում այս տեխնոլոգիային անցնելը։ Երկար տարիներ բոլորն ապրում էին FinFET-ով եւ ընդհանուր առմամբ երջանիկ էին։ Սրանք տրանզիստորներ են լողակով ուղղահայաց ալիք, որը գրկում է դարպասը 3 կողմից։ Բայց FinFET-ը խնդիր ունի, որքան բարակ է դառնում այս լողակը, այնքան ավելի վատ է դարպասը վերահսկում հոսանքը։ Սկսվում են արտահոսքերը, ջրությունն ավելանում է, կայունությունը նվազում է, հայտնվում է շնչափողություն եւ այլն։ Ինժեներները մտածում էին, թե ինչ անել։ Եվ պատասխանը գտնվեց հա կամ դարպաս ամենուր։ Հան մոտեցում է, որտեղ կափարիչը կարծես գրկում է ալիքը բոլոր կողմերից։ Այստեղ իսկապես առանձնապես նոր բան չկա եւ մենք բազմիցս խոսել ենք այս հայեցակարգի մասին, երբ խոսում ենք TSMC կամ Samsung-ի մասին։ Samsung-ը օրինակ այն անվանում է MBC-FET, բայց Intel-ն իր GA տրանզիստորներին անվանում է RibbonFET։ Բայց դրանք առուցվածքով նման են, ուստի մենք մանրամասն չենք անդրադառնա դրա վրա։ Մեկ հազար լողակի փոխարեն այստեղ ունենք մի քանի բարակ հորիզոնական գծեր։
Այստեղից էլ գալիս է ժապավենի անվանումը եւ փականը գրկում է յուրաքանչյուրին։ Ինչ է սա տալիս։ Ավելի լավ ընթացիկ հսկողություն, պակաս արտահոսք, ավելի բարձր հաճախականություններ եւ նույն լարման եւ ամենակարևորը դուք կարող եք կրկին կրճատել չափը։ Իրականում մենք վերջերս այնքան ենք խոսում այս մասին, որ թվում է թե այսօր ոդկ փոխելը զարմանալի բան չէ։ Ribbon-Fat-ն այսօրվա համար բավականին տրամաբանական եւ որոշ առումներով նույնիսկ պարտադիր քայլ է, քանի որ առանց դրա ուղղակի անհնար է մտնել 2 նանոմետրանոց ակումբ։ Բայց այս ամենը ինչ որտեղ հեռու է հեղափոխությունից, եւ դուք Intel-ը դա շատ լավ հասկացաք։ Եվ եթե Ribbon-Fat-ի հետ ամեն ինչ պարզ է եւ ընդհանուր առմամբ սպասելի, ապա PowerVie-ն այն է, ինչի մասին ես իսկապես ուզում եմ խոսել։ Այսպիսով, եթե Ribbon-Fat-ը տրանզիստորների էվոլյուցիայի տրամաբանական շարունակությունն է, ապա PowerVie-ը բառացիորեն ամբողջ չիպի վերահավաքումն է 0-ից։ Ինչ է դա նշանակում։ Դասական պրոցեսորներում հզորությունը եւ ազդանշանները գալիս են բյուրեղի մի կողմից։ Տրանզիստորներ, տրամաբանություն, ուժային ուղիներ, ամեն ինչ խառնվել է իրար, եւ քանի դեռ չիպսերը մեծ էին, այն լավ էր աշխատում։ Բայց որքան փոքր է տեխնիկական գործընթացը, այնքան շատ կապեր, այնքան մեծ է խտությունը եւ այնքան ավելի շատ են նրանք սկսում խանգարել միմյանց։ Սնունդը խիտ է միջամտության առումով աղմկոտ եւ շատակեր։ Ազդանշանները բարդ են, արագ եւ քմահար։ Իսկ երբ դրանք մոտ են, սկսվում են խնդիրներ՝ լարման անկում, ուշացումներ, ջեռուցում, անկայունություն։ Եվ ահա Intel-ը արմատական քայլ է անում, քանի որ PowerVie-ը էներգիան փոխանցում է չիպի հետնամասին։ Եվ բառացիորեն։ Ինչու է դա անհրաժեշտ, միանգամայն պարզ է։ Եթե այն թարգմանենք առօրյա լեզվով, ապա չիպը նախկինում նման է մի շենքի, որտեղ էլեկտրաէներգիան եւ ջրամատակարարումը աշխատում էին մեկ տուփի մեջ։ PowerVie-ն այն է, երբ էլեկտրաէներգիան ուղարկվում է առանձին բարձրացնողի միջոցով։ Այժմ բյուրեղի վերին կողմը օգտագործում է տրամաբանության եւ ազդանշանների համար, իսկ ներքևի կողմը միայն էներգիայի համար։ Բայց ինչպես այդ դեպքում ամեն ինչ միացնել մեկ միասնական համակարգ։ Բավական պարզ։ Ներդրեք կոնտակտների միջոցով, որոնք էներգիա են մատակարարում ուղղակիորեն տրանզիստորին։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է ներքևից հատուկ ալիքներով։ Նրանց անունն է NANO-TSV, եւ դրանք փոքր կոնտակտներ են, որոնց տրամագիծը 500 անգամ փոքր է, քան սովորական փաթեթավորման մեջ։ Այս մոտեցումը ապահովում է էներգիայի ուղիղ ճանապարհ, նվազեցնելով կորուստները 30%-ով եւ ինդուկտիվ միջամտությունը մինչեւ 10 անգամ։ Հիասքանչ։ Այո, բայց բանն այն է, որ դուք պարզապես չեք կարող դա անել։ Եվ մենք ստիպված եղանք փոխել չիպերի արտադրության ամբողջ տեխնոլոգիա։ Այժմ նախ կառուցվում են տրանզիստորները, այնուհետև ձևավորվում են շատ բարակ եւ բարձրահասակ TSV-ները, որոնք թողարկեն հզորությունը, որից հետո վաֆլը շրջվում եւ մանրացված է։ Արդյունքում միայն ազդանշանային գծերը մնում են արջևի կողմում եւ ամբողջ հզորությունը գալիս է հետևի կողմից TSV միջոցով։ Այսպիսով, մենք իշխանությունը փոխանցեցինք չիպի հետևի մասին։ Բայց եկեք խոսենք թվերի մասին, թե սա ինչ է տալիս։ Նախ էներգոարդյունավետությունը կորուստները նվազեցնելով 30%-ով, այսինքն ավելի քիչ ջերմություն եւ ավելի երկար մարտկոցի կյանք։ Սա կարևոր է ոչ միայն շարժական սարքերի, այլ նաեւ տվյալների կենտրոնների համար, որտեղ էներգիայի ծախսերը կազմում են միլիարդավոր դոլարներ։ Երկրորդ մասշտաբայնություն %։ Այս մոդել տրանզիստորների համար տարածք է ազատում, ինչը հանգեցնում է խտության 30 աճի։ Սա չափազանց կարևոր է արհեստական ինտելեկտի համար, որտեղ միլիարդավոր տրանզիստորներ են անհրաժեշտ։ Ընդհանրապես, իշխանությունը հակառակ կողմին փոխանցելու գաղափարն այնքան տրամաբանական եւ ակնհայտ է թվում, որ հարց է առաջանում, ինչու նախկինում դա չէր արվում։ Ինչի համար են վարձատրվել այսքան տարիների համար։ Այստեղ մի նրբերան կա՝ մեծ։ PowerVie-ը տեխնոլոգիապես բարդ է։ Պետք է նոսրացնել բյուրեղը, կատարել գերճշգրիտ ուղղահայաց միացումներ եւ այս ամենը առանց սխալվելու տեղ։ Չնայած անոմետրերը եւ մարքեթինգային տրանզիստորները դեռ աներևակայելի փոքր են։ Արտադրական հանդուրժողականությունը բառացիորեն չափվում է ատոմներով։ Ցանկացած թերություն եւ չիպը հաջորդն է, որը գնում է աղբարկը, ուստի PowerVie-ը հսկայական ռիսկ է։ Դե պետք է ասեմ, որ հակառակ կողմից էլեկտրաէներգիա մատակարարելու գաղափարն ինքնին նորություն չէ։ Իսկ մյուս ընկերություններն ունեն նմանատիպ զարգացումներ։ Եվ չնայած Intel-ը որոշել է առաջինը ներկայացնել այս տեխնոլոգիան, TSMC-ն ու Samsung-ը մտադիր չեն հետ մնալ։ Այսպիսով արդյունաբերությունը լի է նմանատիպ գաղափարներով։ BSPDN, Backside Power Delivery Network, մոտեցման ընդհանուր անվանումը։ Եվ դրա վրա աշխատում են եւ Թայվանում եւ Կորեայում։ TSMC-ն իր հակադարձ էներգիայի տարբերակը անվանում է Super Power Rail SPR եւ պատրաստվում է այն թողարկվել A16 հանգույցում մինչեւ 2026 թվականի վերջ։ Ինչպես Intel-ը TSMC ներսնուցումը կտեղափոխի դիակի հետևի մաս։ Նրանք խոստանում են էլեկտրաէներգիայի մատակարարման բարելավում եւ տրանզիստորի ավելի բարձր խտություն։ TSMC-ն գնահատում է, որ A16-ը կապահովի 10-ը պատцен կատարողականի բարձրացում կամ 15-20 էներգիայի սպառման կրճատում։ Samsung-ը նաև հայտարարեց էլեկտրաէներգիան հետ փոխադրելու պլանների մասին։ Ընկերությունն օգտագործում է SF2 անվանում իր երկրորդ սերնդի 2 պրոցեսի համար եւ արդեն հայտարարել է, որ այն կունենա օպտիմիզացված էներգիայի մատակարարման ենթահամակարգ։ SF2-ի սերիական արտադրությունը կսկսվի մոտ 2025 թվականին։
Այսինքն Samsung-ը ժամանակային առումով 1-2 քայլ հետ է Intel-ից, բայց միևնույն ժամանակ արդեն հաստատում է մոտեցման գործնական կիրառումը։ Մի բան հստակ է. հակառակ կողմից էլեկտրամատակարարման գաղափարը կդառնա արդյունաբերության ստանդարտ չիպերի ապագա սերունդների համար։ Եվ այդ իսկ պատճառով կարևոր է, որ Intel-ը առաջինը դուրս եկավ PowerView-ով։ Սա ընկերության համար կորցրած առաջնորդությունը վերականգնելու իրական հնարավորություն։ Ի վերջո, Միջ Կորեան եւ Թայվանը նոր են ծրագրում տեխնոլոգիաների ներդրումը, Intel-ն արդեն դուրս է գալիս շուկա։ Եվ դա մեղմ ասած։ Las Vegas Consumer Electronics Show 2026։ Intel-ը ներկայացնում է Intel Core Ultra Series։ 3 հաճախորդի պրոցեսորները Panther Lake ճարտարապետությամբ նույն 18-ա գործընթացի տեխնոլոգիայով։ Ընկերությունը ոչ միայն ցույց տվեց դիզայնը կամ չիպը, նրանք հայտարարեցին իրական սարքերի մասին։ Եվ ոչ միայն մեկ, այլ միանգամից մի քանի տասնյակ կտոր։ Օրինակ, ֆլագմանը Acer-ից, Intel Core Ultra X-ը 138-ը, հսկա touchpad-ը եւ առաջադեմ AI ֆունկցիոնալությունը, ինչ էլ որ դա նշանակում է։ Կամ Samsung-ի գեղեցիկ Galaxy Book-ը։ Նիհար ոչային, հաճելի եւ ըստ երևույթին շատ հզոր։ Կան տարբերակներ Dell-ից, MSI-ից եւ Asus-ից։ Ընդհանուր առմամբ շուկայի բոլոր առաջատար խաղացողներից։ Եվ դրանք նախատիպեր կամ հասկացություններ չեն, սարքերից մի քանիսն արդեն հասանելի են գնման համար։ Մինչև տարեվերջ խոստանում են ներկայացնել մի 200 մոդել։ Կրկին մի քանի 100 մոդել Intel 18A-ում։ Բայց եթե սրանով ամեն ինչ պարզ է, ապա ավելի հետաքրքիր բաներ կան։ Ի վերջո, Intel-ը կանգ չի առել նոթբուքերի վրա։ Ընկերությունը ցուցադրել է Panther Lake համարեցված տարբերակը խաղային նոթբուքերի համար։ Այն նաև կառուցված է 18-ով, բայց այն մեծ ուշադրություն է դարձնում խաղերի կատարման եւ էներգոարդյունավետության վրա, խոստանալով խաղերի 70%-ից ավելի աճ համարձակ հայտարարություն։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Valve-ը վերջերս թույլ տվեց երրորդ կողմի արտադրողներին տեղադրել SteamOS սարքի վրա, ապա թվում է, որ Intel-ը ճիշտ ժամանակին օգնության հասավ։ Եվ այս տոկոսը կարող է դառնալ նոթբուքերի իրական արքան։ Բայց իհարկե պետք չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել։ Սպասենք իրական թեստերի։ Միևնույն ժամանակ թվում է, որ Intel-ն իսկապես մեկ քայլ առաջ է։ TSMC եւ Samsung-ի մրցավազքը դեռ շարունակվում է, բայց այս փուլում Intel-ը առաջինն է դուրս եկել անկյունից եւ մի փոքր առաջատար է։ Իդեպ ասում են, որ Nvidia-ն արդեն հետաքրքրություն է ցուցաբերում 18-ի նկատմամբ։ Թվում է, թե ընկերությունը փորձարկում է իր ապագա GPU-ի նախագծերը օգտագործելով այս գործընթացի տեխնոլոգիա։ Դեռ զանգվածային արտադրություն չէ եւ պաշտոնական պատվերներ չկան։ Բայց այնուամենայնիվ պատկերացրեք, թե ինչպես է սա ցնցելու շուկան։ Եկեք ամփոփենք։ 18-ը շատ համարձակ եւ կարեւոր քայլ է։ Եթե ամեն ինչ հաջողվի, Intel-ը կունենա ավելի սառը չիպեր, ավելի լավ արտադրողականություն, մեկ մտի դիմաց եւ լավ հիմք ապագայի համար։ Բայց եթե դա չաշխատի, ապա շուկայում կարող է լինել մեկ պակաս խոշոր խաղացող։ Եվ այս լավատեսական եւ դրական նոտայի վրա ես հրաժեշտ եմ տալիս։ Միցյա Իվանովը ձեզ հետ է, սա Droider-ն է։ Կհանդիպենք։